Վրաստանում շարունակվում են ցույցերը, ընդդիմության կողմնակիցները հրավառ նյութեր են արձակում Վրաստանի խորհրդարանի շենքի և դրա դիմաց կանգնած հատուկ ջոկատայինների վրա։ Իսկ հատուկ ջոկատայինները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին հեռացնելու համար։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հավաքը դուրս է եկել հավաքների և բողոքի ակցիաների մասին օրենքի սահմաններից։ Վրաստանում Մայդան կազմակերպելու 4-րդ փորձը ձախողվեց, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով Մայդան կազմակերպելու փորձերը ֆինանսավորվում են դրսից և ֆինանսավորումն իրականացվում է ոչ թափանցիկ ձևով, ուստի որոշ ուժեր դեմ են թափանցիկության մասին օրենքին։ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել, նախնական տվյալներով կան տուժածներ, իրավապահները որոնողափրկարարական գործողություններ են իրականացնում և տարհանում են բնակիչներին։ Մեկ այլ պայթյուն էլ տեղի է ունեցել Աբշերոնի շրջանի ավաններից մեկում գտնվող առանձնատանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկման առանցքում եղել է Սիրիայի հարցը։ Քննարկել են նաև տարբեր ոլորտներում ռուս-իրանական համագործակցության զարգացման առնչվող ընթացիկ հարցեր, այդ թվում հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքյանի միջև 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հեռախոսազրույց են ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու Վրաստանի դիվանագիտական գերատեսչության նորանշանակ ղեկավար Մակկա Բոչորեշվիլին։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն հարևան երկրների արտգործնախարարները քննարկել են բարեկամական և ռազմավարական գործընկերության հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև ապագայում այդ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված ծրագրերը։ Լիտվան արգելել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած վրացական երազանք կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և Վրաստանի ներքին գործերի նախարարության 10 պաշտոնյաների, այդ թվում նախարարի մուտքը մարդու իրավունքների խախտման մեղադրանքով։ X-ի իր միկրոբլոգում հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։ Սվետլանա Պետրոսյան, ABC Media։